Իջևանի կարի արտադրամասի հնդկաստանցի աշխատակիցների բողոքներն արդյունք են տվել։ Իջ Grand Textile Opt ընկերությունը բարձրացրել է նրանց աշխատավարձն ու ուշացումների համար տույժ է վճարել։ Աշխատանքի տեսչական մարմին նստուգումներից հետո կարգադրագիր է ուղարկել ընկերությանը Հնդկաստանի քաղաքացի աշխատակիցներին այս տարվա հունվարից մինչև հուլիս ամիսների աշխատավարձը սահմանված ժամկետից ուշ վճարելու համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք վճարելու մասին։ Այս մասին Ազատությանը հայտնել են տեսչական մարմնից։ Ընկերությունը պարտավորվել է տուժը վճարել 30-օրյա ժամկետում։ Արտադրամասի տնօրեն Մեհեր Միրզոյանն ասաց, ոչ միայն ուշացումների դիմաց է վճարել, այլև բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը։ Նախկինում $400 պակաս էր, այժմ $450 է հասնում։ Իրանց պահանջած թիվն է համարյա, որ իրանք ուզում են մարդիկ աշխատում են։ Մի քիչ չափից ավել է, բայց վճարեցին մենք իրանց բարձրացրեցինք աշխատավարձը, չկա աշխատուր, իրանց հույսին են կոպիտ ասած աշխատում։ Հիմա որևէ մեկը աշխատանքից չազատվեց այս ընթացքում դուք։ Ոչ մեկը չի ազատվել, ոչ մի անձ չի ազատվել աշխատանքից մեկ ազատվել։ Ինչ որ մենք խոսքի դա պատճառով որ իրանք միտինգ են կազմակերպել, իրանք ազատենք չէ, անիմը ոչ մի բան չի արվել, իրանք աշխատում են բոլորը։ Մեկ ամիս առաջ օրեր շարունակ Իջևանում հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում, հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք 3 ամսվա աշխատավարձը չի վճարել, ավելին բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի, անգամ զենքով սպառնալիքների մասին։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը եւ ուզում ենք վերադառնալ Հնդկաստան, սեփականատերը մեզ ստիպում է աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են, բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան։ Իրենց հրապարակած տեսանյութերում հայտարարում էին Իջևան աշխատելու եկած հնդկաստանցի բանվորները։ Տնօրենն այսօր էլ շարունակում է հերքել այս մեղադրանքները, չի հայտնում ի վերջո որքան տույժ է վճարել ու քանի օրվա ուշացման մասին է խոսքը։ Ուշացումներ եղել մի փոքր աշխատավարձի 3 օր, 2 օր 15% ամենօրյա ուշացման մարդկանց վճարվել է դրա համար։ Իսկ արտադրամասի հնդիկ բանվորները թե իրենց գործադուլի օրերին ու թե դրանից հետո այդպես էլ չխոսեցին լրագրողների հետ։ Հնդկաստանի դեսպանությունից եւս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Թեև հյուպատոսը եկել էր արտադրամաս հանդիպել տնօրենի ու աշխատողների հետ, բայց նա հեռացել էր առանց խոսք ասելու։ Այս արտադրամասը 375 աշխատող ունի, կեսից ավելին Հնդկաստանի քաղաքացիներ են։ Տնօրեն Մեհեր Միրզոյանը պնդում է, ընդառաջ է գնացել հնդիկ բանվորների պահանջներին, քանի որ եթե կորցներ նրանց, արտադրամասը մեծ կորուստներ կունենար։ Տեղացիները հրաժարվում են աշխատել այս պայմաններում, ավելին ըստ տնօրենի հայերը կարգ ու կանոն չեն սիրում։ Այս բանի դուրսում ազդվոր են ասում են 150,000 դրամ ու չեմ կարողանում հավաքարած ճարեմ, որ հավաքարը գա մաքնի։ Տավոր տարեց կանայք են, թոշակարով կանայք են գալիս են, դանդաղ են աշխատում։ Բա ինչու մեր հայ կանայք, տղամարդիկ նաև չեն գալիս աշխատելու հետ։ Մեկ ամուսինի չտուք դարի կանայք աշխատի, հիմնականում մեր մոտ հայալի ոչ շատ կա ձեր բաներ, այս կրայոնների վրա արդեն ձեր մնացել այդ ձեր բաներ, որ ամուսիններ թույլ չեն տալիս։ Չնայած ընկերության տնօրենի հերքումներին, մեկ ամիս առաջ իրավապահները բռնությունների մեղադրանքներով քրեական վարույթ էին հարուցել։ Նախաքննությունը դեռ շարունակվում է։ Թե ինչ կպարզի քննությունը դեռ վաղ է եզրակացնել։ Դատախազությունից մանրամասներ չեն հայտնում։ 2 տարի առաջ Իջևանի կարի այս արտադրամասում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ աշխատանքային շահագործման հոդվածով էր քրեական վարույթ հարուցվել, բայց այն կարճվել է, քանի որ բողոքող հնդիկները մեկնել են Հայաստանից։